Վրաստանի համայն կաթողիկոս պատրիարք Կիրիլ II տեղափոխվել է Կովկասյան բժշկական կենտրոն առողջական վիճակի վատ թարացման պատճառով։ Պատրիարքը գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։ Ըստ արկատեղեկությունների Իլիա II-ի վիճակը վատ թարացել է երեկ երեկոյան։ Առողջապահության նախարարի եւ բժիշկների խոսքով նա անցել է հետազոտություններ եւ բոլոր անհրաժեշտ բժշկական միջամտությունները։ Բժշկի խոսքով պատրիարքի վիճակը շարունակում է մնալ հսկողության տակ։ Վարչապետը, նախագահը, խորհրդարանի նախագահը, Թբիլիսիի քաղաքապետը եւ այլ պաշտոնյաներ այցելել են նրան։ Երեկ երեկոյան Աջարիայում անցկացված օպերատիվ հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում ներքին գործերի նախարարության աշխատակիցները պետական անվտանգության ծառայության աշխատակիցների հետ մեկտեղ ձերբակալել են հանցավոր աշխարհի հետ կապ ունեցող 72 անձի։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Գեգա Գելաձեն։ Ինչպես նշել են ճեպազրույցում, ձերբակալվածները մեղադրվում են հանցավոր աշխարհի անդամակցության, հանցավոր աշխարհի գործունեությանը աջակցելու, հանցավոր հավաքույթի մասնակցելու, հանցավոր աշխարհի անդամին դիմելու եւ օրինական գողության մեջ։ Հատուկ գործողությունը անցկացվել է Խելվաչաուրիի շրջանում։ Ձերբակալվածներին արդեն մեղադրանք է առաջադրվել։ Հանցագործությունը նախատեսում է 15 տարի ազատազրկում։ Վրաստանի խորհրդարանի նախագահ օրենսդիր Մարմինը ներկայացրել իր ամենամյա զեկույցը։ Շալվա Պապուաշվիլին անդրադարձել է վերջին 1 տարվա ընթացքում կուտակված արդիական խնդիրներին։ Երկրի ազգային շահերը, արտաքին միջամտությունը, շարունակական ապատեղեկատվությունը, ձախողված պետական հեղաշրջումը եւ այլ կարեւոր հարցեր։ Սրանք այն հարցերն են, որոնց մասին խոսել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Խորհրդարանը առաջին ընթերցման պարագացված կարգով քննարկել եւ աջակցել է Վրաստանում հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունը, որը նախատեսում է թեթև տրանսպորտային միջոցների ակցիզային հարկի փոփոխություն։ Փոփոխության համաձայն 0-ից 6 տարեկան տրանսպորտային միջոցների համար ակցիզային հարկի դրույք աչափը սահմանվում է 1.5 լարի շարժիչի ծավալի 1 սանտիմետր խորանարդի համար, իսկ 6 տարեկանից բարձր տրանսպորտային միջոցների համար 4.5 լարի է կազմում։ Օրենսդրական փոփոխությունը, ինչպես գործող կարգավորումը սահմանում են հատուկ դրույքաչափեր, որոնք տարբերվում են բազային դրույքաչափերից։ Մասնավորապես, ձախ ղեկով հիբրիդային մեքենաների համար պահպանվում է արտոնալ դրույքաչափ, բազային դրույքաչափի 60%-ով նախատեսված դրույքաչափ, իսկ աջ ղեկով մեքենաների համար բազային դրույքաչափից եռապատկված դրույքաչափ։ Հանձնաժողովի լսումների նման ընդդիմությունը նույնպես նիստում չաջակցեց օրենքի արագացված ընդունմանը։ Հզոր Վրաստան եւ Գախարիայի կուսակցության անդամները պահանջում են հարցի վերանայում։ Վրաստանի նախագահ հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալի Քան Օրբայի հետ։ Հանդիպման ժամանակ Միխայիլ Ղավելաշվիլին շնորհակալություն է հայտնել դիվանագետին Վրաստանում իր հաջող աշխատանքի, երկրների միջև գործընկերության զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ Նախագահի խոսքով Վրաստանը գնահատում եւ մեծ նշանակություն է տալիս Վրաստանի եւ Թուրքիայի միջև սերտ բարեկամությանը եւ օրինակելի ռազմավարական գործընկերությանը։ Քաղաքական սպեկտրը կրկին արձագանքում է ԵԱՀԿ Մոսկվայի մեխանիզմի կոչերին եւ 24 անդամ պետությունների համատեղ հայտարարությանը։ Ընդդիմությունը կիսում է այս կոչերը։ Վրացական երազանքը բացատրում է, որ զեկույցը պարունակում է լուրջ փաստական անճշտություններ եւ ընտրողական մեկնաբանություններ։ Եվրոպացի առաջնորդների կողմից Վրաստանի վերաբերյալ արված հայտարարությունները քաղաքական քննարկման առանցքայինում են։ Վրաստանի կառավարությունը ճիշտ ուղղությամբ չի շարժվում։ Մենք քննարկում ենք, թե ինչ կարող ենք անել։ Եվրամիության արտաքին խորհրդի նիստի մեկնարկից առաջ ասել է Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նա նաև ասել է, որ այսօր նախարարները կքննարկեն նաև Վրաստանի հարցը։ Եվրամիության ընդհանուր գործերի խորհրդի նիստի մեկնարկից առաջ Ֆրանսիայի նախարար Եվրոպայի հարցերով Բենջամին Նադադին եւ Եվրոպայի հարցերով Գերմանիայի պետական նախարար Գյունդեր Կրիխբաումը քննարկել են Վրաստանի հարցը։ Ֆրանսիայի
Նախարարը կոչ է արել վրացական երազանքին դադարեցնել բռնաճնշումները, ազատ արձակել քաղբանտարկյալներին և չեղարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Խոսելով եվրոինտեգրման գործընթացի մասին, Հադիդին ասել է, որ այս փուլում Վրաստանը Եվրամիության թեկնածու երկիր է, սակայն այս կարգավիճակը փաստացի սառեցված է և առաջ չի շարժվում։ Հարցին, թե ինչ լծակներ ունի Եվրամիությունը, Հադիդին կենտրոնացել է վիզային սահմանափակումների վրա։ Եվրամիության ընդհանուր գործերի խորհրդի մեկնարկից առաջ Եվրոպայի հարցերով Ֆրանսիայի նախարար Բենջամին Հադիդին և Եվրոպայի հարցերով Գերմանիայի պետնախարար Գյունտեր Կրիխբաումը քննարկել են Վրաստանի հարցը։ Եվրոպայի հարցերով Ֆրանսիայի նախարարը կոչ է արել վրացական երազանքին դադարեցնել բռնաճնշումները, ազատ արձակել քաղբանտարկյալներին և չեղարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Խոսելով եվրոինտեգրման գործընթացի մասին, Հադիդին ասել է, որ այս փուլում Վրաստանը Եվրամիության թեկնածու երկիր է, սակայն այս կարգավիճակը փաստացի սառեցված է և առաջ չի շարժվում։ Հարցին, թե ինչ լծակներ ունի Եվրամիությունը, Հադիդին կենտրոնացել է վիզային սահմանափակումների վրա և բացատրել, որ այս գործիքը արդեն քննարկվում է Եվրամիության անդամ պետությունների միջև։ Եվրոպական հարցերով Գերմանիայի պետական նախարարի խոսքով Վրաստանը եվրոպական ինտեգրման գործընթացում շատ ավելի առաջ է գնացել, քան հիմա է։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին լուծարվել է, մինչդեռ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարում են, որ իրանական Բասիջ ստորաբաժանման հրամանատարը սպանվել է։ Տեղեկության համար Ալի Լարիջանին անցյալ շաբաթ հանրությանը ներկայացրվել է։ Նա մասնակցել է Թեհրանում կառավարամետ հանրահավաքին։ Միաժամանակ իրանական պետական լրատվամիջոցները տարածել են ձեռագիր նամակ, որը ենթադրաբար պարունակում է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի խոսքը։ Առաջին դասարան կարող են ընդունվել նաև այն երեխաները, որոնք մինչև դեկտեմբերի 31-ը դարձել են 6 տարեկան։ Համապատասխան փոփոխությունը ներառված է ընդհանուր կրթության մասին օրենքի անցումային դրույթում, որը կրթության կոմիտեն առաջին ընթերցմամբ աջակցել է։ Հարցը արդեն քննարկվել է լիագումար նիստում։ Թբիլիսիի քաղաքապետարանի «Սովորիր և ստացիր» աշխատանք մասնագիտական ուսուցման ծրագիրը անցնում է նոր փուլի և կսկսի մասնակիցների ընդունելությունը մարտի 17-ից։ Ընդունելությունը կտևի մինչև ապրիլի 1-ը։ Այս տարի ծրագրում ներառված է 2000 մասնակից, մոտ 80 ուղղություն ունի, լիովին անվճար է։ Պետական կրթական հաստատությունից բացի ծրագրին մասնակցում է նաև մասնավոր հատվածը։ Գրանցվել ցանկացողները կարող են գրանցվել dasakmdi.gi կայքում։ Ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչությունը ձերբակալել է անվտանգության, ոստիկանության և պարեկային ոստիկանության վարչության 2 աշխատակցի։ Հետաքննությամբ պարզվել է, որ Թբիլիսիի գլխավոր բաժնի պարեկային տեսուչը կաշառք է վերցրել ներքին գործերի նախարարության տեղեկատվական կենտրոնի տվյալների բազաներում տարբեր անձանց անօրինական կերպով ստուգելու և համապատասխան տեղեկատվություն տրամադրելու համար։ Հանցագործությունը նախատեսվում է 6-ից 9 տարի ազատազրկում։